Ռիխտերի Սանդղակով 9 բալ ուժգնությամբ երկրաշարժը մեծ ավերածություններ պատճառեց Հայաստանի հյուսիսային հատվածում, Սպիտակում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավան քաղաքներում, բազմաթիվ այլ բնակավայրերում։ Երկրաշարժը պաշտոնական տվյալներով խլեց 25,000 կյանք, 100 հազարավոր մարդիկ մնացին անօթևան։ Նյութական կորուստները գնահատվում էին շուրջ 10 միլիարդ դոլար։ Աղետի օրից 37 տարի է անցել։ Կառավարության եւ ազգային ժողովի ներկայացուցիչները Սպիտակում ու Վանաձորում հարգանքի տուրք են մատուցել դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգել են անմեղ նահատակների հիշատակը։ Սպիտակի հուշարձանների պուրակում տեղի է ունեցել նաեւ հոգեհանգստի կարգ, ծաղիկների ու ծաղկեպսակների խոնարհում։ Iisus Hristos ամեն, Հայր մեր, որ եկինս ես, սուբ եղիցյանուն քո, եղեսե արքայություն քո, եղիցին գամ քո, որպես եկինս էլիգրին, ըսած մեր հանապասոր, դու մեզ այսօր, եթոն մեզ պարդիս մեր, որպես և մեկ թունքիրոց պարտաբանանց, և մի դանիզ մեզ, ի փորձություն, այլ փրգյա ըզմեզի չարեն, զիքվի արքայություն, եզորություն և հարկ, հավիդյանս ամեն։ Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու սրբոց նահատակած պուրակում տեղի ունեցավ հանգստյան կարգ, նվիրված 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, որին հաջորդեց ծաղիկների ու ծաղկեպսակների խոնարհման արարողությունը։ Նահատակած պուրակում Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, փողմարզպետ Արսեն Ղարիբյանը, համայնքային ու մարզային պաշտոնյաներ, քաղաքացիներ հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին։ Պահպանիչ եւ հույս հավատացելոց Քրիստոս Աստված մեր օրհնյա, պահյա, պահպանյա, ազգ Հայոց, եկեղեցիս Հայաստանյաց, սահմանք Հայոց աշխարհիս, եւս առավել օրհնյա, պահյա, պահպանյա առաջիկացյալ, հավատավոր ժողովուրդս քո, համայնքն մեր Ստեփանավան, ընդհովանյավ Սուրբ եւ ամենահաղթ խաչի քո ի խաղաղության, փրկյա եւ ազատյա, երևել եւ աներևույթ թշնամվույն, արժանավորյա, գոհությամբ փառավորելու Հայր եւ Զորդ եւ Սուրբ Հոգիդ հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված օրհնի, պահի պահպանի բոլորիս։ Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ համայնքապետանի աշխատակիցներ, համայնքի պետական ու ուժային կառույցների ներկայացուցիչներ, զինվորականներ, կրթամշակութային օջախների ուսումնական հաստատությունների աշխատակիցներ, ուսանողներ ու աշակերտներ մասնակցել են անմեղ զոհերի ոգեկոչման ու խնկարկման արարողությանը եւ ծաղիկներ խոնարհել։ Ավելի քան 3 տասնամյակ անց էլ մի շարք համայնքներում տնակային ավաններ կան, վթարային շենքեր։ Անահիտ Կարապետյան, Ռոբերտ Գյուլզայցյան, Հայկ Վարդանյան, Թղթապանակ։